Բարև ձեզ։ Այսօրվա մեր զրույցը մի թեմայի մասին է, որը ոնց որ երկու տարբեր աշխարհ է իրար բախում։ Մի կողմից հարավային Կալիֆոռնիայի հայ համայնքը, չէ, որ հայտնի է իր աշխատասիրությամբ, ընտանեկան արժեքներով, մյուս կողմից մի ստուվերային, բավականին բարդ կազմակերպված հանցավոր խմբավորում, ու անունն էլ հենց հայկական ուժ կամ Armenian Power, AP։ Այո, ու մենք այսօր փորձելու ենք այս ամենը հասկանալ հիմնվելով այն նյութերի վրա, որ ունենք։ Սրանք բավականին լուրջ աղբյուրներ են ՀԴԲ-ի արդարադատության դեպարտամենտի զեկույցներ, կան լրատվական հոդվածներ, Horizon Weekly, Pacific Standard, նույնիսկ 90-ականների AGBU ամսագրի վերլուծություններ կան։ Այսինքն, մեր նպատակն է հասկանալ, որտեղից սկսվեց այս ամենը, ոնց փողոցային խմբից դարձավ միջազգային հանցավոր կառույց, ինչ էին անում ու ոնց վերջիվերջո կարողացան իրենց բացահայտել։ Սա իրոք մի բարդ պատմություն է։ Հասկանում ենք, որ թեման կարող է ձեզ համար, մեր ունկնդիրների համար մի քիչ զգայուն լինել, գուցե անսպասելի։ Ուզում ենք նորից շեշտել, մենք խոսում ենք կոնկրետ հանցավոր խմբի մասին։ Մի խմբի, որը գործել է հայ համայնքի ներսում ու ինչպես տեսնելու ենք, հաճախ հենց այդ համայնքին էլ թիրախավորել է։ Սա բնականաբար ամբողջ համայնքի մասին չէ։ Բացարձակապես։ Լավ, եկեք գնանք սկիզբ։ 80-ականների վերջ, 90-ականների սկիզբ։ Ինչ էր կատարվում հարավային Կալիֆոռնիայում, ասենք Հոլիվուդում, Գլենդելում, հազարավոր հայ ներգաղթյալներ են գալիս, չէ՞։ Հա, հենց այդպես։ Զանգվածային ներգաղթ էր։ Շատ ընտանիքներ նոր կյանք էին սկսում, բոլորովին նոր միջավայր։ Ու հետաքրքիր է, որ AGBU-ի 92 թվականի հոդվածը, որը հղում է անում այն ժամանակվա ոստիկանության դիտարկումներին, նկարագրում է ոնց էին դեռահասները սկսում հավաքվել խմբերով։ Նույնիսկ Pacific Standard-ն է նշում, որ սկզբնական պատճառներից մեկը հաճախ պարզապես ինքնապաշտպանությունն էր։ Այդ տարածքներում արդեն կային էլի այլ էթնիկ խմբեր, մասնավորապես լատինոամերիկյան խմբավորումներ։ Հայ երիտասարդները փորձում էին իրենց տեղը գտնել, պաշտպանվել։ Զարմանալի է հիմա հետ նայել ու կարդալ, թե ինչ էին ասում այն ժամանակ ոստիկանները։ AGBU-ի նույն հոդվածում Լոս Անջելեսի ոստիկանության բարձրաստիճաններից մեկը, ոնց որ Արեմետյան բյուրոյի հրամանատարն էր, ասում էր, այս խմբերը կազմակերպված չեն, ասում էր մաֆիայի տիպի չեն, իսկ երեխաները վատը չեն, ուղղակի ձանձրացած են ու անմոտիվացված։ Սա այնքան հեռու է նրանից, ինչ եղավ հետո։ Նույնիսկ նշվում է, որ Գլենդելի ավագ դպրոցում, որտեղ այն ժամանակ երեխաների երևի 1/3-ը հայ էր, կռիվներն ավելի շատ հայերի մեջ էին լինում, քան ուրիշների հետ։ Այո, ու սա կարևոր է հասկանալու համար։ Այդ երիտասարդները հաճախ երկու մշակույթի մեջ էին։ Մի կողմից նոր երկիր լեզու սովորել, հարմարվել, մյուս կողմից ուզում էին իրենցը պահել, լեզուն, մշակույթը։ Դե AGBU-ի հոդվածում սոցիալական աշխատողներն ասում էին, որ ծնողները, հասկանալի է, զբաղված էին, փող էին աշխատում, տուն պահում, փորձում էին կյանք սարքել։ Ու սա կարող էր բերել նրան, որ երեխաները մի քիչ իրենց մենակ զգային, ավելի հեշտ ընկնեին փողոցի ազդեցության տակ։ Այդ ձանձրույթը, անմոտիվացվածությունը, որ ոստիկանն ասում էր, երևի թե հող էր ստեղծում։ Pacific Standard-ը հիշատակում է, որ արդեն 91-ին LA Times-ը գրել էր, թե AP-ն ոնց էր արևելյան Հոլիվուդում մի մինիմոլի պարկովկան իրենց հավաքատեղին սարքել։ Համայնքն էլ պարզվում է անտարբեր չի եղել։ AGBU նյութում կա այդ մասին։ Համայնքի լիդերները մտահոգված էին, խոսում էին երիտասարդական կենտրոնների, սպորտային ծրագրերի մասին։ Նույնիսկ դժգոհություն կար, որ հին հաստատված հայկական կազմակերպությունները քիչ էին ուշադրություն դարձնում նոր եկած ավելի խոցելի երեխաներին։ Ու հետաքրքիր է, որ ոստիկանության սկզբնական մոտեցումն էլ լավատեսական էր։ Մտածում էին ուղղելի բան է։ Համայնքը ներգրավվի, ակումբներ բացվեն, նույնիսկ ավելի շատ հայ ոստիկաններ լինեն ու խնդիրը կլուծվի։ Ցավոք, բայց իրավիճակը գնաց բոլորովին այլ ուղղությամբ։ Այնինչ սկզբում գուցե պաշտպանությունն էր կամ սոցիալական բան, կամաց փոխվեց։ Հա, ու հենց դա է հետաքրքիր, ոնց եղավ այդ փոփոխությունը, այդ ձանձրացած երեխաներից ոնց ծնվեց մի բան, որին հետո ՀԴԲ-ն ասելու էր միջազգային կազմակերպված հանցավոր խմբավորում։ Թվում է, թե 2000-ականների սկիզբը որոշիչ էր, նոր դեմքեր եկան, Horizon Weekly-ն գրում է, որ Մհեր Դարփինյանը, Կապոնե կամ Hollywood Mike ու Փարամազ Բիլեզիկչյանը, Փիկ կամ Փարիկ, իրենք սկսեցին նոր շատ ավելի վտանգավոր փուլ։ Երևի թե ամենակարևոր, ամենաճակատագրական շրջադարձը, որի մասին գրեթե բոլորն են խոսում, ՀԴԲ-ն,
Horizon-ը, Pacific Standard-ը, դա նրանց դաշինքն էր մեքսիկական մաֆիայի LAMA-ի հետ։ Սա արդեն փողոցային կռիվ չէր, սա ստրատեգիա էր։ AP-ն ոնց որ դարձավ LAMA-ի զինվորները Կալիֆոռնիայի փողոցներում, սկսեցին հարկեր վճարել մեքսիկական մաֆիային։ Իսկ դրա դիմաց ստանում էին երկու շատ կարևոր բան։ Առաջինը՝ պաշտպանություն բանտերում։ Կալիֆոռնիայի բանտերում LAMA-ն շատ ուժեղ էր, ու սա կյանքի հարց էր AP բանտարկված անդամների համար։ Երկրորդ ստացան LAMA-ի թիկունքը դրսում, այսինքն ավելի մեծ ազդեցություն, ավելի շատ հնարավորություն իրենց գործերը անելու համար։ Սպասեք, այսինքն իրենք պաշտոնապես հարկ էին տալիս։ Ոնց որ բիզնես պայմանավորվածություն լինի, չէ՞։ Հենց այդպես էլ նկարագրվում է։ Ու այս կապն այնքան սերտացավ, որ ինչպես Horizon-ը նշում, AP-ին հաճախ սկսեցին ասել AP-13։ 13-ը դե այբուբենի 10-րդ տառն է M, այսինքն Մեքսիկա, LAMA-ի հետ կապը։ Մեր աղբյուրներում նշված առցանց քննարկումներում էլ օգտատերերն ասում են, հա, կարող է ինչ-որ կապեր եղել է ռուսական, հայկական օրենքով գողերի հետ, բայց ամենաուժեղ, ամենաազդեցիկ դաշնակիցը հենց մեքսիկական մաֆիան էր։ Ու այս նոր կարգավիճակով արդեն սկսվեց հանցագործությունների տեսակների ու մասշտաբների մի իսկական պայթյուն։ Սա էլ դեռահասների կռիվ չէր։ Աղբյուրները DOJ, FBI, Horizon, Pacific Standard բոլորը նկարագրում են մի ամբողջ պորտֆոլիո։ Մի կողմից զարմանալիորեն բարդ ֆինանսական խարդախություններ, բանկային խարդախություն, անձնական տվյալների զանգվածային գողություն ու ցավալի է, բայց հաճախ թիրախում տարեցներն էին։ Pacific Standard-ն ասում է միայն մի սխեմայով $25 միլիոն վնաս։ Հատկապես հայտնի դարձով այդ կրեդիտ քարտերի, դեբետային քարտերի տվյալների գողությունը, scheming-ը։ Հա, պետք է մի քիչ բացատրենք ինչ է scheming-ը։ Դա բանը, երբ հանցագործները գաղտնի սարք են դնում բանկոմատի կամ խանութի վճարային տերմինալի մեջ։ Այդ սարքը կարդում, պահում է քարտի տվյալները, ու AP-ն այս գործում բավականին հմտացել էր։ DOJ ու Horizon-ի նյութերը մանրամասն պատմում են 99 cents-only խանութների ցանցի գործը։ Այնտեղ AP անդամները նույնիսկ խանութի աշխատողների օգնությամբ տասնյակ խանութներում այդ սքիմերները դրել էին։ Հազարավոր մարդկանց տվյալներ գողացան, կեղծ քարտեր սարքեցին ու հաշիվները դատարկեցին։ $2 միլիոն վնաս էին տվել։ Սրան էլ գումարած, կեղծ չեկեր էին սարքում փող լվանում։ Բայց գիտեք ինչն է զարմացնում, որ այս նույն խումբը, որ այսքան ինտելեկտուալ հանցագործություններով էր զբաղվում, միաժամանակ աներևակայելի դաժան բռնություններ էր անում։ Շորթումը, ռեկետը կարծես թե իրենց հիմնական եկամտի աղբյուրներից էր։ Ու այստեղ է ամենացինիկը։ Թիրախում շատ հաճախ հենց հայ համայնքի անդամներն էին, բիզնեսմեններ, նույնիսկ սովորական մարդիկ։ Այո, սա շատ կարևոր ու ցավալի կետ է։ Horizon-ն ու ՀԴԲ նշում են, որ իրենք օգտագործում էին մշակութային բաներ, կապեր, նաև այն, որ որոշ մարդիկ գուցե ինչ-որ փոքր ոչ լրիվօրինական գործերի մեջ լինեին կամ ուղղակի վախենային ոստիկանությունից, չէին վստահի, կնախընտրեին լուր մնալ ու վճարել։ Սա ստեղծում էր վախի մթնոլորտ, հենց այն միջավայրում, որտեղից իրենք դուրս են եկել։ Horizon-ը գնահատում է, որ ընդհանուր վնասը զոհերին $20 միլիոն ավել էր։ Շորթումներին էլ գումարվում էին առևանգումները։ Իրական դաժան առևանգումներ փրկագին ստանալու համար։ Կան կոնկրետ դեպքեր, որ ուղղակի ցնցող են։ Իհարկե ցուցակը երկար է, զենքի հետ կապված հանցանքներ, վկաներին վախեցնել, նույնիսկ սպանություններ, սպանության փորձեր, ու երևի իրենց բիզնեսը բազմազանեցնելու համար զբաղվում էին նաև թմրանյութերով, հիմնականում մարիխուանա էին աճեցնում, վաճառում։ Նաև անօրինական պոկեր էին կազմակերպում, Power Poker անունով, օրինակ։ Իսկապես մի ամբողջ հանցավոր կայսրություն էին սարքել։ Դե այս մասշտաբի այս դաժանության գործերը բնականաբար պետք է որ գրավեին իրավապահների լուրջ ուշադրությունը։ Ինչը ի վերջո հանգեցրեց այդ մեծ գործողությանը։ Ըստ ամենայնի կատալիզատորներից մեկը, ինչպես ՀԴԲ-ն ու Horizon-ն են նշում, եղավ 2008-ին հյուսիսային Հոլիվուդի փոխհրաձգությունը, API-ի ու մի ուրիշ խմբի միջև։ Զոհերել եղան այս բացահայտ լկտի բռնությունը ցերեկով մեծ քաղաքում երևի թե վերջին քաթիլներ։ Այդ ժամանակ արդեն մի քանի տարի կար եվրասիական կազմակերպված հանցավորության դեմ պայքարի հատուկ խումբը։ Շատ կառույցներ միասին էին աշխատում։ ՀԴԲ, Գլենդելի, Լոս Անջելեսի, Բուրբենքի ոստիկանություն, գաղտնի ծառայություն, հարկային տեսչություն։ Նրանք հասկանում էին, սա սովորական փողոցային բանդա չէ։ Սա շատ ավելի լուրջ բան է։ Ու հետաքննությունը տևավ տարիներ։ Շատ տարբեր մեթոդներ օգտագործեցին։ Երկարատև հսկողություն, ֆինանսական փաստաթղթերի վերլուծություն
Ու երևի ամենակարևորներից մեկը հեռախոսալսումները։ Լայնածավալ։ Դատարանի թույլտվությամբ 25-ից ավել հեռախոս էին լսում։ Համանաբար հենց այդ հեռախոսալսումներն էր տվեցին ամենաշատ ապացույցները։ Անկասկած։ Այդ ձայնագրությունները, որոնք հիդեպ հաճախ հայերեն կամ ռուսերեն էին, այսինքն թարգմանիչներ էին պետք, դրանք բացահայտեցին ամբողջ պատկերը։ Անդամները բաց տեքստով քննարկում էին ոնց թալանեն հարուստ համայնքի անդամներին, չեկերի նոր խարդախություններ, զենքի գործարքներ, բանկոմատներում սքիմեր դնելու մանրամասներ, նույնիսկ ոնց պահեստներում մարիխուանայի բույսերը ջրեն։ Պլանավորում էին առևանգումներ, քննարկում էին ոնց վախեցնել զոհերին, իրենց ընտանիքներին, որ փող կորզեն։ Եվ իհարկե, ինչպես հաճախ լինում է, որոշիչ դեր խաղաց նաև ներքին տեղեկատվությունը, մի զոհի համագործակցությունը, որին աղբյուրներն անվանում են զոհ MM։ Եկեք մի պահ կանգ առնենք այդ առանցքային դրվագների վրա։ Այդ զոհ ՄՄ-ի պատմությունը, որը Horizon-ն է նկարագրում, ուղղակի ոնց որ սարսափ ֆիլմի սցենար լինի։ Սկզբում փողը պարտքով վերցրել AP-ի հետ կապված մարդկանցից, բայց այդ պարտքը դարձել է անվերջ շորթման գործիք Արման Շարոպետրոսյանի ձի կամ հորս մկանունով ձեռքին։ Ու ամենաուշագրավն այն է, որ Շարոպետրոսյանը լինելով բանտում, նա զենքով հարձակման համար էր նստած, բանտից մաքսանենգ հեռախոսներով կազմակերպել է ՄՄ-ի առևանգումը Porsche Cayenne-ով, վախեցրել է սպառնացել կնոջն ու երեխային։ Օ, վաու, բանտից առևանգում կազմակերպել մաքսանենգ հեռախոսով, այդքան հանդգնություն։ Այս ճնշման տակ էլ ՄՄ-ն որոշել է գնալ ՀԴԲ։ Մեկ այլ ամգահարույց դեպք էլ Սանդրո Կարմլյանի առևանգումն էր 2009-ին։ Սա էլ է Horizon-ում մանրամասն։ Սա նրա երկրորդ առևանգումն էր AP-ի կողմից։ Առաջին անգամ ընտանիքը լուր $50,000 տվել էր։ Երկրորդ անգամ առևանգման փորձի ժամանակ դժբախտ պատահար է լինում։ Ընկերը պատահաբար կրակում է նրա վրա։ Բայց առևանգողները տեսնելով նրա ծանր վիճակը վերցնում են վիրավոր Կարմլյանին։ ՀԴԲ-ն հեռախոսալսումների շնորհիվ իմանում է ու 5 օր հետո գտնում է նրան Միրալոմա քաղաքի մի տանը, որը մարիխուանայի ջերմոց էր։ Նա կյանքի ու մահվան մեջ էր, որովայնի ծանր վնասվածքով։ Բժիշկները հրաշքով փրկեցին կյանքը։ Սա ցույց է տալիս, թե ինչքան դաժան էին։ Եվ իհարկե այդ 99 cents only խանութների սքիմինգի սխեմայի բացահայտումը։ Այս բոլոր թելերը, այս բոլոր ապացույցները հավաքվեցին ու վերջապես հանգեցրին 2011 թվականի փետրվարի 16-ի լայնածավալ գործողությանը, անունն էլ դրեցին Operation Power Outage, գործողություն էլեկտրաէներգիայի անջատում։ Հա, դա շատ մեծ գործողություն էր, հատկապես հարավային Կալիֆոռնիայի համար։ 1000-ից ավել իրավապահ տարբեր գործակալություններից միաժամանակ գործողություններ սկսեցին ամբողջ տարածքում։ Արդյունքում 90-ից ավել մարդու կամ մեղադրանք առաջադրվեց կամ ձերբակալեցին։ Աղբյուրները նշում են շատ մականուններ. Կապոնե, Մհեր Դարփինյան, Ձի, Արման Շարոպետրոսյան, Փի, Փարամազ Բիլեզիկչյան, բայց նաև այնպիսի անուններ, ինչպիսիք են Guilty, մեղավոր, Spito, թքող, Thick-neck, Hastviz, Clever, խելացի, Stomper, տրորող։ Սա ցույց է տալիս, թե ինչ բազմազան անդամներ ուներ այս ցանցը։ Հետաքրքիր է, որ Reddit-ի քննարկումներում, որոնք մեր աղբյուրներում կան, նշվում է, որ այս մականունների մի մասը նույնիսկ արտաքին տեսքի ինչ-որ բաներ կարող էին վերցրած լինել տեղական լատինաամերիկյան չոլո ենթամշակույթից։ Էլի տեղական միջավայրի ազդեցությունը։ Իսկ ինչ եղավ հետո։ Այսքան մեծ գործողությունից հետո ինչ եղան այդ մարդիկ։ Բոլորին դատեցին։ Արդյունքները բավական տպավորիչ էին։ ՀԴԲ-ն ասում է, մինչև 2015 թվականը 90 մեղադրյալից 87-ն արդեն դատապարտվել էր։ Շատերը գործարքի գնացին դատախազության հետ, ընդունեցին իրենց մեղքը։ Արդարադատության դեպարտամենտի հաղորդագրություններում կոնկրետ անուններ կան. Կարո Երկանյան, Guilty, Արման Թանգաբեկյան, Spito, Արթուր Փեմբեջյան, Չամ, Ռայմոնդ Թարվերդյան, Ռայ։ Ընդունել են իրենց մեղքը ռեկետի, խարդախության, ինքնության գողության թմրանյութերի համար։ Իսկ Մհեր Դարբինյանը Կապոնեն, նա կարևոր դեմք էր։ Նա էլ գործարքի գնաց։ Ոչ, Մհեր Դարբինյանը Կապոնեն չընդունեց մեղքը, գնաց դատավարության։ Ու երդվյալ ատենակալները նրան մեղավոր ճանաչեցին բոլոր 57 կետերով. ռեկետ, շորթում, բանկային խարդախություն, ինքնության գողություն։ Դատապարտվեց 32 տարվա ազատազրկման։ Specific ստանդարտն էլ հիշատակում է Անդրանիկ Ալոյանին, Անդի Անդոն, որին դատեցին այդ $25 միլիոն խարդախության գործով։ Լուրջ ժամկետներ են։ Անկասկած, սա լուրջ հարված էր AP ղեկավարությանը, ոնց որ ՀԴԲ-ն է ասում, բայց արդյոք սա վերջն էր։
կարող ենք ասել, որ Armenian Power-ն այլևս չտա։ Դժվար է այդքան վստահ ասել։ Իրավապահներն ասում են լուրջ հարված հասցրինք, թուլացրինք, հատկապես ղեկավարներին հանելով շարքից։ Բայց նույն իրավապահներն էլ ընդունում են, նման կառույցները զարմանալիորեն դիմացկուն են։ Հորիզոնի հոդվածում մի քննիչ ասում է. «Մեկին հանում ես, մյուսը կբարձրանա նրա տեղը»։ Ու կամ փաստեր, Pacific Standard-ը, Հորիզոնը գրում են դեպքերի մասին, երբ նույնիսկ դատապարտվելուց հետո բանտախցերից, մաքսանենք հեռախոսներով շարունակում էին խարդախություններ կազմակերպել դրսում։ Սա ցույց է տալիս եւ իրենց հանդգնությունը, եւ որ կապերը մնում են։ Եվ չմոռանանք այն սկանդալային դեպքի մասին, որը ցույց տվեց, թե ինչքան խորն էին իրենց կապերը։ Դա Դաշնային դատարանի գրասենյակի աշխատակից Նունե Գևորգյանի ու նրա ամուսնու Հովանես Քոշկարյանի գործն էր։ Պարզվեց իրենք գաղտնի տեղեկություններ, դատական փաստաթղթեր փոխանցել են AP-ի անդամներին, նախազգուշացրել սպասվող ձերբակալությունների խուզարկությունների մասին։ Սա ցույց է տալիս, որ խնդիրը միայն փողոցային մակարդակով չէր։ Լավ, եկեք փորձենք ամփոփել այս բարդ ու անգերց ասած տխուր պատմությունը։ Մենք տեսանք մի ճանապարհ, սկսվեց հարավային Կալիֆոռնիայի փողոցներում, դեռահասների խմբերից, որոնք պաշտպանություն կամ ինքնահաստատում էին փնտրում, ու հասավ մի բարդ միջազգային կապերով կազմակերպությանը, որը զբաղվում էր եւ բարձր տեխնոլոգիական խարդախություններով, եւ սարսափելի բռնություններով։ Այսպիսով ինչ ենք սովորում այս ամենից։ Թերևս որ հանցավորությունը կարող է անկանխատեսելի զարգանալ, որ կարող են լինել մարդիկ, որոնք ցինիկաբար շահագործում են սեփական համայնքի խոցելիությունը, ու իհարկե որ իրավապահների համակարգված երկարատև աշխատանքը շատ կարևոր է նման ցանցերը քանդելու համար։ Կան դժվարությունների մշակութային խնդիրների հետ դառնում են միջավայր, որտեղ կազմակերպված հանցավորությունը կարող է արմատներ գցել, հատկապես երիտասարդների շրջանում։ Բայց ինչպես սկզբում ասացինք, ու ինչպես նույնիսկ 90-ականների ոստիկաններն էին նկատում, հսկայական տարբերություն կա հանցավոր փոքրամասնության ու լայն օրինապահ աշխատասեր իրենց երկրին, համայնքին նվիրված մեծամասնության միջև։ Այս երկուսը շփոթելը կամ նույնացնելը ոչ միայն սխալ է, այլև վտանգավոր։ Եվ վերջում մի հարց ձեզ, մեր ունկնդրին, որի շուրջ կարելի է մտածել, հաշվի առնելով այն ամենը, ինչ քննարկեցինք, ասիմիլյացիայի դժվարությունները, տնտեսական ճնշումները, երբեմն համայնքային կառույցների կողմից անտարբերության զգացումը, որի մասին AGBO-ի հոդվածում կար ակնարկ, արդյոք կան ավելի խորքային հասարակական խնդիրներ, որոնք կարող են նպաստել նման խմբերի առաջացմանը ցանկացած համայնքում։ Եվ որն ավելի կարևոր է, ինչ կարող են անել հենց իրենք համայնքները, որպիսի կանխարգելեն նման բաները, որպիսի պաշտպանեն իրենց երիտասարդներին, աջակցեն ու հեռու պահեն այս վտանգավոր ճանապարհներից։ Սա մի հարց է, որի պատասխանը երևի ոչ միայն իրավապահների աշխատանքի մեջ է, այլև հենց համայնքի ներսում առողջ մթնոլորտի, համախմբվածության ու հոգատարության մեջ։